Աստված զորացնի մեզ, որովհետև մեզ զորացնող ոչ մեկը չի, որ մենք կարողանանք այս կյանքում արտական կյանքի հասնենք, միայն նա կարող արնել։ Մի քարոզիչ ասում էր ամեն անգամ խնդրում ենք Աստծուց տուր, բայց երբևիցե խնդրել եք, Տեր Հիսուս, քեզ եմ ուզում։ Ժողովուրդ, որովհետև առանց իրա այն մնացածը ոչնչություն է, բանի պետք չի։ Հարթիրոջ է, այդ սրտի համար, որ եղբայրը խոսեց, շատ կարևոր խոսք է, շատ կարևոր բան է, այո, Աստված ուզում է, որ մեր սրտերը իրապես բժշկվեն եւ մեր սրտերից բխի կյանքը, որովհետև կյանքը սրտից է դուրս գալու։ Ես սա կարող եմ ձեզ վկայել, ուրեմն մի անգամ ինձ պատահել էր, որ եղբայրներից մեկի հետ ընդհարվել էի, դե կյանք է լինում է, շատ տարիներ առաջ էր, երևի մի 25 տարի առաջ էր, ես հետի չեմ մոռանում, ես էլ տանը մենակ էի, հա դուրս էի գալի մտնում էի, մտքի աշխարհը արդեն լիովին պատերազմի մեջ էի նրա հետ։ Հա վեր էի կալում դնում էի, չէի ազատվում, բաց աչքերով եմ տեսել, Տիրոջ առաջ եւ ձեր առաջ ասում եմ, ուղեղից ես, մտքից ես, մի հատ sense տրուբի պես բան բացվեց, որ գալիս էր ուղիղ սիրտս, եղբոր արդեն սրտից մեջ էի դատելու, եւ սա մեծ մեղք էր լինել, ժողովուրդ ջան։ Աստված պահեց, վախ եկավ վրես, ասի Տեր Աստված, ես եղբորս պիտի դատեի արդեն, ով ինձ դատավոր դրեց, մի անգամից ստապվել եմ, ժողովուրդ ջան։ Ունեց, որ այդ սիրտը, այս մտքերը ինչ բերում լծում աստեղ, այս սիրտը սկսում է արտաբերել արդեն անենց բաներ, որ Աստծուն չի պարավորում, բայց Աստված մեզ կանչել է, որ սովորեցնի մեզ հավիտենության ճանապարհը, ամեն, որ մենք գնանք երկինք, գնանք իր այդ հավիտյան ապրելու, այս անիմաստ կյանքի մեջ, այս ժամանակավոր կյանքի մեջ, կարծես մենք բաներ ենք խնդրում, որը մեզ համար ավելի է հասկանալի, ըմբռնելի, քան թե նա, որ երկնայինն է, եւ հակառակորդին սա հաջողվում է։ Սա հակառակորդի հնարքներն է, գիտեք, ժողովուրդ ջան, որ մեր հասկացողությունը, մեր գիտությունը մեր մեջ ավելի առաջ տանում, քան թե Աստվածայինը։ Թող Տերը օգնի մեզ, զորացնի։ Ես մի բանի վրա եմ ուզում խոսել, ճիշտ է, որ եկանք իմ մեջ եղած թեման, ես նայեցի մի ուրիշ թեմայի վրա անդրադարձա իմ մեջ, որի վրա շատ կարիք կա բոլորիս համար էլ սիրելիներ, հավատքը դա պարգև է Աստվածանից, ամեն, հավատում եք սրան, որ պարգև է, սա մարդուց չի, ես 15 տարի գնացել եմ առաքելական եկեղեցին Մոմեն վարը, որտեղ այդտեղ ենք ապրում, մոտիկ ենք ապրում, Մոմեն վարը աղոթել եմ, գնացել եմ դուրս, բայց էլի նույն մարդն եմ եղել, բայց հավատացել եմ, ամեն ժամանակ հայացքս եղել է Աստված, հասկանում եք, սա Աստված մեր մեջ դրել է, որովհետև այդ հավատքը գալիս է բնության հետ, բայց Աստված այդ հավատքը չի ուզում մեզանից, Աստված ուզում է այն հավատքը, որ իրանից է, Սամարացի կնոջը ասեց, եթե Աստծո պարգևը գիտենայր, թե ով է քեզ հետ խոսողը, չէ, ջուր էր ուզում, դու նրան ջուր կտար, ժողովուրդ ջան, Աստծո պարգև, ամենամեծ բանը, Աստվածային հավատքով հավատալ Աստծուն, իր հավատքով, ոչ թե իմ շինծու հավատքով, Եսայան ասում է, ինչ տունա դուք սարքում եք ինձ համար, ես դրան չեմ հավանում, ուրեմն կա բան, որ մարդն է սարքում, գիտեք, հավատն էլ է մարդը սարքում, մարդու սարկած հավատն էլ գոյություն ունի փաստորեն, Եսայան ինձ էպես չեմ մարգարեանում, այդ ինչ տունա, որ դուք ինձ համար սարքում եք, ես սրան եմ հավանում, կոտրված եւ խոնար հոգի ունեցողի եւ իմ խոսքից դողացողի եւ իմ խոսքից սրանը հավանում Տերը եղբայրներ քույրեր եւ մի կարևոր բան հավատքի կյանքում որ Աստված կարա մեզ հետ գործի եւ ում հետ Աստված գործում Աստվածում հետ գործում ճիշտ է այս միտքը կարամ ասեմ որ իրապես դա այդպես է
Սաղմոս 25-12 խոսքում գրված է. Ես ընկեր եմ այն ամենին, որ վախենում են ինձ, չէ, դա 119-ում է գրած։ Ես կարդամ Սաղմոսի այդ համարը, երկյուղի մասին է խոսում, բայց ես երկյուղի համար չեմ ուզում խոսել, այլ ովքեր են, որ երկյուղացությամբ Տիրոջ առաջ քայլում են, դրա համար սիրելիներ, եւ մարդու սիրտը այդտեղ փոխվում է, չէ թե մենք Դավիթից լավն ենք եղել կամ Դավիթի սիրտը իծն է եղել է հենց այդպիսի սիրտ, որ Աստծուն հնազանդ սիրտ է եղել, եւ Աստված ասում է իմ Դավիթի սիրտը իմ սրտի համեմատ սիրտ էր, բայց 12 խոսքում տեսեք ինչ է ասում Դավիթը, ինչ է լուսավորվել Դավիթի մտքում 25-ի Սաղմոս 25-ի 12 խոսքը, ով է այն մարդը, որ վախենում է Տերից է, ահա կսովորեցնել նրան այն ճանապարհը, որ ընտրել է, ով է այն մարդը, որ վախենում է Տերից է, ահա կսովորեցնել նրան այն ճանապարհը, որ ընտրել է։ Այսօր ես ու դու ընտրել ենք այս ճանապարհը, սիրելիներ, եւ այս ճանապարհը ոչ թե ես ու դու պիտի սովորեցնենք, այլ մեզ պետք է Աստված սովորեցնի։ Եվ երբ Աստված սովորեցնում, երբ որ մենք խոնարհվում ենք իր խոսքին, շարունակությունը լսեք, նրա անձը բարության մեջ կբնակվի եւ նրա սերունդը երկիրը կժառանգե։ Եվ 14 խոսքը շատ կարևոր խոսք եմ ասում։ Տիրոջ մտերմությունը նրանց հետ է, Աստծո մտերմությունը նրանց հետ է, որ վախենում են նրանից եւ ուխտը սովորեցնում է նրանց։ Ինչ է անում, սովորեցնում Աստված։ Ում է սովորեցնում, ով որ Աստվածանից երկյուղ ունի։ Իսկ ովքեր երկյուղ ունեն։ Երկյուղի պտուղը որտեղ է երևում։ Հոմանու ավետարանի 3-րդ գլխի 36 խոսքում գրված է. Աստծո որդուն հավատացողը հավիտենական կյանքում, ինչ չհնազանդվողը Աստծո բարկությունը մնում է նրա վրա եւ նա կյանք չի տեսնի։ Ես երբ որ եկա նստեցի, երբ որ մտածում էի այն թեմայի համար, որը խոսացինք այդտեղ, ասես տեղը խոսամ, բայց հասկացա մեկ բան, որ դա չի մեզ պետք։ Այստեղ մեզ պետք է մեկ բան, որ մենք այս համարը պարզ հասկանանք։ Մենք հավատում ենք Աստծո որդուն եւ ասում ենք, որ մենք փրկված ենք։ Ուշադիր եղեք, սիրելիներ, չսխալվեք։ Եթե հավատում ես եւ փրկված ես, դու պիտի պտուղ ցույց տաս Աստծո հնազանդության մեջ, ավետարանի խոսքին հնազանդվելու մեջ, եթե չկա քո մեջ ավետարանի խոսքին հնազանդվել, ես չեմ հնազանդվում ավետարանի խոսքին, Աստծո բարկությունի վրա է, եւ ինձ համար չի բացվելու այն երկնային խորհուրդները, որ գրված է Աստծո ավետարանի մեջ, Ինչքան էլ եղբայրներ այստեղից քարոզեն սրտի վրայով եւ դիպուկ լինի խոսքը, դու այստեղից գնացիր մոռանալու ես այդ խոսքը։ Եվ նույն սիրտը, նույն ձևի սկսելու է, դատող սիրտը դատելու է, բամբասող սիրտը բամբասելու է, ատող սիրտը ատելու է, դու չես կարա, ես չեմ կարա այդ սիրտը փոխել, սիրելիներ, բայց երբ որ ես ավետարանի խոսքը լսելուց հնազանդվում եմ Աստծո խոսքին, Աստված փոխում է ամեն բան իմ կյանքում։ Իմ ներքնաշխարհը փոխվում է, սիրելիներ, դեպի Աստված։ Ինքը գործում է, ես դուռ եմ բացում, դու դուռ ես բացում, քո հոգու աշխարհում, Աստծո այցելությանը, ես կանգնած թակում եմ դուռը, ով որ լսի իմ ձայնը եւ բացի կմտնեմ եւ ընթրիք կանեմ։ Ժողովուրդ ջան, հիմա թակում է մեր սրտի դուռը Աստված։ Ես հավատում եմ սրան։ Ես հավատում եմ, որ հիմա ամեն մեկը սպասում է, թե Աստված ինչ պիտի ասի ինձ։ Եվ շատ կարևոր է, որ ես լսեմ այդ ձայնը, թե Աստված ինչ ասում ինձ։ Աստված չի ասելու, ես փափուկ բարիշ եմ դնելու քո գլխի տակ։ Չէ, սիրելիներ։ Աստծո որդին եկավ գլուխ դնելու տեղ չուներ։ Մենք որ մարդ ենք, մեղքով աշխարհ եկած, Դավիթն այդպես ասում, չէ, մեղքով հղիացավ ինձ իմ մայրը։ Մենք այդ փափուկ բարձելին ենք, փափագում սիրելիներ։ Այն լավ կյանքի, ճոխ կյանքի այս աշխարհի մեջ։ Բայց աշխարհը իրանն էր, իր գլուխը դնելու տեղ չուներ։ Մեր փնտրտուքը ինչ է այս աշխարհի մեջ, սիրելիներ։
Տենում ենք, որ խաբված չգտնվենք։ Ինչ էլ տա Աստված, փառք իրան։ Հասկանում եք, մեկին տալիս է նեղություն, այդպես ասում Աննան, հարստացնողը դու ես, աղոթքի ժամանակ, չէ՞։ Աղքատացնողը դու ես։ Դավիթն ասում է շատ մի տուր, որ քեզ չուրանամ, քիչ մի տուր, որ չգողանամ, այս է մարդը, սիրելիներ։ Մենք չուրանանք, այլ ամեն ժամանակ Աստծուն փառավորենք։ Եվ տեսեք ինչքան կարևոր բան է, երբ որ մարդը ձգտում է փառքի, ուր է տանում այդ փառքը իրան։ Ուր է տանում այդ փառքը իրան։ Ուրեմն առաջի թագավորացի մեջ բոլորիս ծանոթ մեկի մասին եմ խոսում, բոլորիս գիտենք դա։ 15 գլխի մեջ է, որ Աստված մատը դնում է այդ տեղին, բայց մի հատ համար կարծամ հռոմեացիների մեջ շնորհ դասնենք ու շատ եղեք այս համարին, որ Աստված կանչել է մեզ իր շնորհքի մեջ, իր փրկարար շնորհքի մեջ, օրենքը Մովսեսի ձեռով եղավ, բայց շնորհքը ճշմարտությունը Քրիստոսով կատարվեցավ, սիրելիներ, այդ շնորհքը որ կատարվեցավ, դա մեզ է տրված Աստվածանից, այդ փրկությունը, այդ մեծ փրկությունը մեր վրա է, Աստծո գերագույն շնորհքը տվեց մարդուն Աստված, որ այդ շնորհքով մարդը ապրի այս աշխարհի վրա, բայց գրված է Հռոմեացիների թղթի մեջ 5-րդ գլխի մեջ, 5-րդ խոսքի մեջ առաջի գլխի, որով ընդունեցիք շնորհք եւ առաքինություն հավատքի հնազանդության համար։ Դու այդ շնորհքը ընդունել ես ինչի համար, հավատքի հնազանդվելու համար։ Սիրելիներ, Աստծո գերագույն շնորհքը, Աստծո շնորհքը ընդունել ես դու այդ շնորհքի տակ ես, բայց այդ շնորհքի տակ ելնելով քավիցի որ մեղ գործեմ։ Ամեն։ Այդ շնորհքը Աստված մեզի տվեց ձրիաբար, այդ փրկությունը պարգևեց ձրիաբար, որ մենք հավատքին, որով մենք հավատում ենք Աստծուն, հնազանդվենք Աստծուն, ավետարանի խոսքին։ Ասենք մի քիչ տեսքով, մի քիչ ենքով չի խանգարում, չէ, այդպես բան չկա։ Աստծու մոտ մի քիչ տեսքով, մի քիչ ենքով չկա։ Ավետարանի խոսքի մեջ, ավետարանից մի քիչ ենքով Աստծուց հեռու է արդեն մարդը։ Նշանակում Աստված հնարավորություն է տվել մի կարևոր բանի։ Իսկ եթե ես չեմ հնազանդվում, չէ որ Աստված բառացիորեն խոսում է մեզ այդ իր ավետարանով, որը կենդանի Աստծո պատկերն է։ Առաքյալն ասում, չէ՞ դա։ Ավետարանը դա կենդանի Աստծո պատկերն է։ Նա խոսում է ավետարանով մեզ հետ։ Եվ 15 գլխի մեջ գիտեք, որ Սավողը թագավոր եղավ, բայց մինչև թագավոր ելնել է, Աստված ասեց ինձ սրտի մարդ անելու ձեր թագավորը, ուզում եք կտամ, և տվեց Սավողին թագավոր Իսրայելի վրա, և ունենք Սամվել մարգարե, որը Աստված նրա միջոցով խոսում էր, սիրելիներ, և տեսեք, երբ որ Սամվելը մոտեցավ Սավողին, Սավողն ինչ ասեց, և Սամվելը ասեց Սավողին, Տերն ինձ ուղարկեց քեզ Իսրայել ժողովրդի վրա թագավոր օծելու և հիմա Տիրոջ խոսքերի ձայնը լսի, Զորաց Տերը այսպես է ասում, Զորաց Տերը այսպես է ասում, ես այս խոսքը ընդունում եմ իմ վրա, Արմեն, քեզ է ասում Զորաց Տերը, սիրելիս քեզ է ասում Զորաց Տերը, Բերանացի ասում է, ավետարանը Բերանացի ասում է, խոսում է քեզ հետ, ինձ հետ խոսում է, ինչ ասում, ես հիշում եմ ինչ որ ամաղեկ արավ Իսրայելին, որ նրա ճանապարհը կտրեց, երբ որ նա դուրս էր եկել Եգիպտոսից է, հիմա գնա եւ ամաղեկին զարկ, եւ նրա բոլոր ունեցածը նզովեցեք, եւ նրան չխնայես, եւ մերձնես մարդից մինչև կինը եւ երեխայից մինչև կաթնակերը, արջարից մինչև ոչխարը եւ ուխտից մինչև էշը։ Այսինքն բան չթողեց։ Սավողին Աստված Իսրայելի վրա թագավոր էր օծել, սիրելիներ։ Ինչ է կարծում, նա մարգարե էր, մարգարեների մեջ մարգարեանում էր, մարգարեական հոգի կար նրա վրա, Աստված նրա բերանով խոսում էր, նրան բացեր ցույց էր տալիս, հայտնություններ էր կատարվում, պատկերացնում եք ժողովուրդ ջան, ինչքան կարևոր բաներ է սրանք,
որ Աստված գիտե Աստված Սավուղի կյանքը, գիտի բոլորիս կյանքը, հավատացեք սիրելիներ, նա բոլորիս գիտի, այդ ծածուկները ինչ որ ասում են, ինչ որ անում են, նա գիտի։ Դա ինձ Աստծո վախն է սովորեցրել, Աստծո երկյուղն է սովորեցրել, իսկ ինչի համար Աստծո երկյուղի համար խոսեցի սկզբից, որ մենք իմանանք, թե ով որ Աստծուց վախում է, նա նախանձավոր է սրբությունը սովորելու, սրբությունը կատարելու մեջ, այդպես չի սիրելիներ, Աստծո վախը սուրբ է ասում։ 19 Սաղմոսի մեջ ասում չէ, Աստծո վախը սուրբ է։ Հիմա տեսեք, այս մարդը համ օծությունը կար, համ մարգարեությունը կար, համ փառքը կար, բայց իր ներսը չէր փոխվել։ Այդ իր հորտնից չէր բերել այդ ամենը։ Այդ ամենը Աստված է։ Բայց ինքը չէր փոխվել։ Համաձայն եք իմ հետ։ Եթե իր սիրտը փոխված էր, եթե ինքը փոխված լիներ, ինքը հնազանդ կլիներ այն խոսքերին, որ Աստված Սամվելի բերանով խոսեց, այսպես է ասում Զորաց Տերը, եւ մեզանից յուրաքանչյուրին այսպես է ասում Զորաց Տերը, հնազանդվիր իմ ավետարանին։ Հիսուս Աստծո որդին, Եբրայեցիս թղթում գրված է, այն չարչարանքների մեջ հնազանդություն սովորեց։ Այսինքն Աստված սովորեցնում է հնազանդություն, մեզ բոլորի սովորեցնում է հնազանդություն, սիրելիներ։ 1, 2, 3 եթե չենք հնազանդվում, բա ինչ ենք մտածում։ Այս ժամանակը գանք նստենք թողենք գնանք, սիրելիներ։ Ոչ, այլ Աստված մեզ հետևի բաներ ունի անելու, որը մեր հոգևոր կյանքի արթնության համար է, շատ բաներ ունի բացահայտելու մեր մեջ։ Առաքյալն ասում է, երբ որ օրենքը վրաս հասավ, մեղքը ողջնցավ, ես մարդը տեսավ իր ներսը, եւ Աստված ինչի ընտրեց Պողոս առաքյալին։ Ագրիպասի առաջ ասեց, ես այն երկնային տեսիլքին անհնազանդ չեղա, ով Ագրիպաս, այսինքն տեսա, որ կա հնազանդ միան սիրտ։ Ժողովուրդ ջան, Աստված մեզանից ուզում է հնազանդվել ավետարանին։ Տարիներ անցնում է, թող սովորական չթվա մեզ համար սա։ Երբ մենք երբեք մեր հակառակորդին չփնովենք եւ չնսեմ նրան պետք է ուշադիր լինել, թշնամու հանդեպ պետք է միշտ արթուն լինել։ Տարիները գալիս է, մենք խոսքը լսում ենք, մենք շատ հաղորդակցվում ենք, ավետարանը շատ լսում ենք, բայց կարևոր բան կա, մենք հնազանդվում ենք, որ Աստված մեր հոգևոր կյանքում առաջ տանի մեզ համար ավելի մեծ խորհուրդներ բացվի։ Եթե չենք հնազանդվում, չի բացվելու եւ հավատքը ծանրություն է դառնալու մեր վրա։ Տեր օգնական լինի։ Եվ ես չեմ ուզում կարծալ ժամանակի պատճառով մնացածը, չնայած ինձ արտոնություն է տված շատ խոսալու, մի եղբոր ասում են, ես ինչի չես խոսում, ասում են, դե հարց չեք տալի, որ խոսամ, Աստվածաշնչից հարց տվեք խոսամ, այդպես աշխարհիկ մարդիկ, որ կայնացար մեջները վաղտ են հարց տալի, ասում են, փորձեք Աստվածաշնչից հարց տվեք, տեսեք կխոսամ, թե չեմ խոսա։ Այսինքն այդ աշխարհի խոսած մեռած բաները խոսանք ինչ անենք, կյանքից խոսանք, հակը խոսանք, ամեն, փառավորվի Տիրոջ անունը, բայց տենում ենք, որ Սավուղ թագավորը գնաց, ամաղեկը զարկեց, Ագագին էլ բռնեց, բերեց, պարարտերին էլ բերեց, մի հատ էլ արձակ կազմեց, սարկեց իր փառքի համար, որ հիշատակ է, որ ինքը հաղթական կյանք է ունեցել, հաղթանակ է ունեցել ամաղեկի դեմ, Ագագին էլ բերել է։ Եվ Սամվելը մոտեցավ Սավուղին, ասեց, Սավուղ, ես ինչ արիր։ Հələ այս մարդը չէր հասկանում, որովհետև իր սրտում չէր հնազանդվել ավետարանին, չէր հնազանդվել Աստծո խոսքին։ Իրան փառքը տված էր, հաղթանակը առաջից էթվեր էր, իրան ինչ է պետք որ, բայց իրան ներսը չէր երևում։ Պողոս առաքյալին, որ իրան ներսը երևաց, բացեց, լուսավորեց Տերը, ասեց, ես ինչ խեղճ մարդ եմ ես, ով ինձ կազատի։ Այս մահվան ճիրանից, մահվան արժանի է։ Բայց փառք Աստծուն Հիսուս Քրիստոսի համար, չէ՞։ Եվ հետաքրքիր է, որ
16 խոսքից կարծամ։ Այն ժամանակ Սամվելը ասեց Սավուլին. «Սպասիր, որ պատմեն ինչ որ ասեց գիշերը ինձ հետ, ինչ որ Տերը ասեց գիշերը ինձ հետ խոսեց»։ Եվ նա նրան ասեց. «Խոսիր»։ Այն ժամանակ չի լսել։ Հիմա ասում է լսում եմ, ասա։ Եվ Սամվելը ասեց. «Ահա դու որ քո աչքերին փոքր էիր երևում, Իսրայելի ոտքան սեղանին գլուխ եղար, եւ Տերը քեզ Իսրայելի վրա թագավորացեց»։ Այսքան տեղը մի հատ կանգնենք, հա սիրելիներ։ Մենք մեր աչքին, որ մարդ ենք ձևանում, ես ինչերի, բայց Աստված մի հատ պաշտոն տվեց մեզ։ Գիտեք որն է այդ պաշտոնը։ Աստծու որդու կոչումը։ Պատկերացնում եք, ես չեմ իմացել, որ ես Աստծո որդի եմ։ Ես չեմ իմացել, որ հավիտենական արքայության մեջ Աստված ինձի սեղան է պատրաստել, որ ինձ պիտի ինձի քանի իմ հետ։ Ով Աստված։ Բայց ես կարամ մի հատ դատելու, մի հատ ինքնա արդարացում անելու համար այդ պաշտոնը ձեռիս տա, հավիտենական արքայություն, որ երբ որ բացվել էր աղքատ Լազարոսի համար, հայր Աբրահամի ոգի լինելու համար, ինքը մերժել էր ամբողջովին աշխարհը անգամ իր մարմինը։ Այսօր ինչ են կարում մերժենք սիրելիներ։ Տեսեք Սավուլին ինչ ասեց. «Եվ Տերը քեզ մեկ ճանապարհով ուղարկեց ասելով գնա, եւ այն մեղավոր ամալեկացիներին նզովի եւ նրանց դեմ պատերազմի, մինչեւ որ նրանց բնաջին ջանես։ Եվ ինչու համար չլսեցի Տիրոջ ձայնին»։ Էսի ինձ ասում Արմեն, ինչու Տիրոջ ձայնին չլսեցիր։ Շատ տեր եղբայրներ։ Այսօր բոլորիս ասում։ Չէ՞ որ դուք լսում եք այս խոսքը։ Դուք բոլորը իրար հետ նույն բաժնի մեջ են։ Հայտնության մեջ ասում է երանելի են այս մարգարեության խոսքերը լսողները, կարդացողները եւ կատարողները, այսինքն սրանք նույն բաժնի մեջ են, սիրելիներ, ես բարձր չեմ Աստված անաչառը։ Հասկանում եք սիրելիներ։ Եվ այստեղ ինչ ասում, ինչու համար չլսեցիր։ Եվ Սավուլը ասեց Սամվելին, թե Տիրոջ ձայնին լսեցի, եւ Տերը ինձ որ ճանապարհով ուղարկեց, այն ճանապարհով գնացի, եւ Ամաղեկի թագավոր Ագագին բերի, եւ Ամաղեկին բնաջին ջարի։ Սակայն ժողովուրդը այն ավարիցը ոչխարներ ու արջարներ ներառավ, նզովացներից շատ լավ է, որ գաղգաղայում քո Տեր Աստծուն զոհեն։ Ժողովուրդ ջան, ինչ ասում Սավուլը։ Հրը տեսեք ինչ ասում։ Կարծես հեքիաթ պատմի, չէ՞։ Եվ Սավուլը ասեց Սամվելին, թե Տիրոջ ձայնին լսեցի։ Բա որ լսեցի ուրա պտուղը Սավուլ։ Չէ՞ որ ասեց բնաջի ինչ կանես։ Կոտորես, կփրթես, Ագագին էլ չբերես, իրան էլ որ գերի բռնես, իրան էլ կսպանես։ Չէ՞ որ ասեց Աստված։ Դե լավ Աստված բարի, Աստված կների, հա։ Ոչ սիրելիներ, միթե Աստված ծաղրվում է։ Միթե այն ճշմարտությունը կարող է փոխվի, չկա այդպես բան, սիրելիներ, չի կարա դա լինի։ Աստված իր խոսքի հետևում կանգնած է։ Այսօր չար ժամանակները երկրի վրա տիրում եւ եկեղեցու մեջ, ինչու չթաքցնենք։ Եվ ինչի ենք հասնում սրան, ինչի ենք հասել սրան, որովհետեւ կատարվել է անհնազանդություն։ Հակառակորդը կարեցել ասի, Աստված ներող Աստված է։ Աստված սիրող Աստված է, մեկը Աստված կների։ Կամ Աստված չտեսավ, այս անկյունը որ արեցի, այս բանը Աստված չտեսավ, չկա տենց բան սիրելիներ։ Միթե այդքան մեր խշմտանքը Աստծո խոսքի վրա այդպես է աշխատում, սիրելիներ, ոչ։ Եթե դատել եմ, եթե բամբասել եմ, եթե չարախոսել եմ, սիրելիներ, սրանք անպատասխան չեն մնա։ Սրանք իմ հոգևոր կյանքի կանգառներն են։ Քո հոգևոր կյանքի կանգառներն են։ Առաջ չես գնա, կկանգնես այդպես։ Այդպես էլ կմնաս չես լուսավորվի։ Այն գանձերը, այն հոգևոր գանձերը, հոգուտ աշխարհի գանձերը ձեռիցդ տալու ես։ Այսօր հարցս շերեփը ձեռիցս առել է։
Հասկանում եք ինչա կատարվում սիրելիներ։ Կամ գնացել եմ Կիսուրից տուն, Կիսուրս ինձ չի հնազանդվում։ Ես հանդիպել եմ այդպես բանի, գիտեք։ Ես գիտեք ինչ ասեցի այդ քույրիկին։ Ասի քույրիկ ջան, դու այդ տունը ուղիղ ես մտել, ասեց ոնց։ Ասի այդ դուռը բացվեց, sense մտար տունը։ Sense նայում է, ասի չէ, տունը դու հարց ես մտել, դու թարս ես մտել, բարես։ Դու հետեդ ես մտել այդ տունը։ Հարսը տես չի մնում։ Հարս հասկացողությունը հնազանդության մեջ է երևում, սիրելիներ։ Հարսա կոչվում, երբ որ ինքը հնազանդ է։ Այսօր եկեղեցին Քրիստոսի հարսն է։ Մի օր ես մտածում եմ այդպես, որ միթե բոլորս պիտի երկին գնան, բայց ասում են շատերն են կանչված, շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված, իսկ ովքեր են այդ ընտրվածները։ Եփեսացիս թղթի մեջ ասում է, եւ նրանք ովքեր հնազանդ են Քրիստոսին, նրա է Աստծո եկեղեցին։ Եկեղեցում կարող է շատ ժողովուրդ լինի, բայց քիչը հնազանդ լինեն։ Աստված այդ քիչի հետևից է գալու։ Արթնանալ է պետք, սիրելի ժողովուրդ։ Եվ տեսեք անհնազանդության մեղքը Սավուղը չէր էլ զգում, որ ինքը հպարտացել է։ Չէր էլ զգում։ Հպարտությունը այդպիսի մեղք է։ Եղբայրը նշեց, ես այդ տեղը, որ լսեցի, իմ մեջ արթնացա, որ Արուսյակ ուզում էր աթոռը դներ Աստծուն հավասար։ Հասկանում եք, ուր էր հասել։ Ինքը չէր էլ պատկերացնում ուր է այդում։ Որովհետև հպարտությունը, երբ որ բարձրանում է, մարդը չի տենում ինքը ուր է այդում։ Ինքը լող է տալիս արդեն դրա մեջ, որ մի բանի հասա, բայց տենում ենք, որ դրա անկումը, դրա վնասը ահավոր մեծ է։ Հասկանում եք, այդ հարսը, որ թարս էր մտել, այդ տունը քանդելու համար էր մտել, շինելու համար չէր մտել, այտենց չի սիրելիներ, մենք բանական մարդիկ ենք, դու եկել ես Աստծո տունը, եկել ես այստեղ Աստծո տունը շինելու համար, քո աղոթներով, քո սրբության կյանքով, քո այցելություններով, քո բարի գործերով, Աստծո տունը շինելու համար ես եկել, հարազատս, ես եմ ձեր հետ, ինչու եք բերել, ինչ պիտի տանենք ես աշխարհից։ Եվ տենում ենք, որ Սամուելը ինչ պատասխանեց Սամվելին, եւ Սամվելը ասեց. «Միթե Տերը այնքան հավանում է ողջակեզների եւ զոհերի, ինչպես Տիրոջ ձայնին լսելու։ Ահա հնազանդությունը զոհից լավ է եւ ականջ դնելը խոյերի ճարքից է»։ Ահա հնազանդությունը զոհից լավ է։ Ժողովուրդը, Տիրոջ անունը փառավորվի։ Իրապես, եւ շարունակությունը կարդամ 23-րդ խոսքը, որովհետեւ ապստամբությունը որտեղից առաջանում, անհնազանդությունից, սիրելիներ։ Ահա, ապստամբությունը կախարդության մեղքի պես է, եւ անհնազանդությունը կռապաշտության պես է, որովհետեւ դու Տիրոջ խոսքը մերժեցիր, նա էլ քեզ մերժեց, որ թագավոր չլինես։ Փառավորվի Տիրոջ անունը։ Ինչի համար է մարդը անհնազանդ լինում ավետարանի խոսքին, որովհետև իր հոգու աշխարհում կա ավելի մի հատ մեծ բան, քան թե Աստվածը։ Նա է իր պաշտամունքը, նա է իր ուրախությունը, այս կյանքի զվարճանքները, հաջողությունները, սա է իր ներսի պաշտամունքը։ Դրա համար էլ դառնում է կուրք մարդու համար, եղբայրներ քույրեր, բայց ովքեր որ հնազանդ են ավետարանին, Քրիստոսն է իրենց կյանքը։ Նա կյանք է, նա ոչ թե կուրք, նա Աստված է, նա կենդանի է հավիտյանից ավիտենից։ Եվ ամեն ազգերը պիտի խոնարհվեն նրա առաջին, մեր Աստծո առաջին։ Փառավորվի Տիրոջ անունը։ Ուրեմն ինչքան կարևոր է որ մենք թույլ տանք, որ Աստված գործի մեր կյանքում, եղբայրներ քույրեր։ Աստված երևնա մեր կյանքում։ Ինչքան կարևոր է։ Մենք անհնազանդության որդիներ ենք, բայց Աստված մեզ ողորմություն արել,
բերել է իր ներկայության մեջ եւ Աստծո շնորհքը մեզ ա տվել, որ մենք հավատքի հնազանդությունով ապրենք այդ շնորհքով։ Բարավոր մի Տիրոջ անունով։ Եկեք կանգնենք աղոթքի